Եթերում լուրերի ժամը 15-ի թողարկումն է, ես Մերի Դանիելյանն եմ, բարի օր։ Նիկոլ Փաշինյանը Վարշավայում հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է, որ ռուսական 102-րդ ռազմաբազան Հայաստանի տարածքից դուրս բերելու ծրագրեր չկան։ Փաշինյանի խոսքով մինչև 2024 թվականը մեր երկրի սահմանային անցակետերի մեծ մասը գտնվում էր Ռուսաստանի հսկողության ներքո, կամ ռուս սահմանապահները ներկա էին օրինակ մեր միջազգային օդանավակայանում, սակայն ներկայում սահմանային բոլոր անցակետերը վերահսկում են Հայաստանի սահմանապահները։ Նա շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին իր ներկայության համար, միաժամանակ հավելել, որ հայ-ռուսական հարաբերություններն այժմ վերափոխման փուլում են։ Մենք ներկայումս նոր հարաբերություններ ենք ստեղծում Ռուսաստանի հետ, ձևավորում Ռուսաստանի հետ, սակայն մենք իհարկե վճռական ենք եւ կցանկանայինք զարգացնել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց միանշանակ է, որ այդ հարաբերությունները փոխվում են բազմաթիվ գործոնների պատճառով։ Իմիջայլոց շատ կարևոր է ընդգծել, որ 2020-ի նոյեմբերին Ռուսաստանի եւ Ռուսաստանի նախագահի դերը վճռորոշ եղավ Ադրբեջանի հետ հրադադարի հաստատման հարցում։ Ադրբեջանը որևէ մակարդակով չի նախատեսում մասնակցել Հայաստանում կայանալիք եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Ադրբեջանական ԶԼՄ-ներին հայտնել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Նա հստակեցրել է Իլհամ Ալիևի մայիսյան խիտ ժամանակացույցը նման այց չի նախատեսում։ Նշեմ, որ եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը կանցկացվի Երևանում մայիսի 4-ին։ Ադրբեջանի դիրքորոշումը ազալ ինքնաթիռի կործանման վերաբերյալ բացարձակ սկզբունքային է։ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը լրագրողների հետ զրույցում նշել է, որ այն միջոցները, որ հնչեցրել է Ռուսաստանի նախագահը 2025-ի հոկտեմբերին Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ, պետք է ձեռնարկվեն։ Բայրամովի խոսքով ինքնաթիռի կործանումը տեղի է ունեցել Ռուսաստանի պաշտպանության նախարարության մեղքով, եւ իրենք ակնկալում են, որ այս փաստով կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ միջոցառումները, կտրվի իրավական գնահատական եւ կվճարվի փոխհատուցում։ Հիշեցնեմ, ադրբեջանական ազալը 2024-ի դեկտեմբերի 25-ին Բաքվից Գրոզնի չվերթի ժամանակ վթարի է ենթարկվել Ղազախստանի Ակտաու քաղաքից 3 կիլոմետր հեռավորության վրա։ Օդանավում գտնվող 67 մարդկանցից 38-ը զոհվել են։ Իրանը ծանուցում է հրապարակել Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով օդային տարածքը փակելու մասին։ Հաղորդագրության համաձայն որոշումը վերաբերում է Կասպից ծովում Ադրբեջանի հետ սահմանի ողջ ծովային գոտուն։ Տեղական լրատվամիջոցների տվյալներով վերջին ժամերին նկատվում է իրանական բանակի անօդաչու թռչող սարքերի թռիչքների ակտիվացում, ինչը փորձագետների կարծիքով մատնանշում է տվյալ տարածքում զորավարժությունների անցկացումը։ Զորավարժություններն ընթանում են տարածաշրջանում ամերիկյան ռազմական ներկայության մեծացման եւ Իրանի դեմ հնարավոր գործողությունների սպառնալիքների ֆոնին։ Վերջին օրերին մեծ աղմուկ հանած Վիոլա ջուր ընկերության հրապարակած նոր ժամանակացույցը, ըստ որի Երևանի որոշ հասցեներում մայիսից պետք է լիներ ջրամատակարարման 17-ժամյա ռեժիմ, իսկ մարզերի մի շարք բնակավայրերում 4-ից 6 ժամյա, պարզվեց չեղարկվել է։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը վստահեցրել է, նոր գրաֆիկը չի գործի կառավարության միջամտության շնորհիվ։ Նրա խոսքով խնդիր է դրվել, որ առաջիկա 2 շաբաթվա ընթացքում ջրային կոմիտեն, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը եւ Վիոլա ջուրն իրականացնեն լրացուցիչ ուսումնասիրություններ, որի արդյունքում կհրապարակվի 2024 եւ 25 թվականների նկատմամբ լավարկված եւ բարելավված ջրամատակարարման ժամանակացույց։ Հիշեցնեմ, Վիոլա ջուր ընկերությունը պարզաբանել էր, որ ջրամատակարարման ժամանակացույցը փոխվում է տասնյակ հազարավոր նոր սպառողների ավելացման պատճառով։ Հայաստանում հանցախումբ է բացահայտվել, 4 անձ ձերբակալվել է։ Ոստիկանությունից հայտնում են, որ մի խումբ անձինք իբր տարածք են վարձակալել Պարոնյան փողոցում, այն կահավորել հատուկ համակարգչային տեխնիկայով։ Նրանք կապվել են Միացյալ Նահանգներում բեռնափոխադրում իրականացնող անձանց հետ եւ առաջարկել իրականացնել այդպիսի ծառայություն տարբեր ապրանքների համար, ապա իրենց վստահված ուղեբեռը հափշտակել են եւ տեղափոխել այլ հասցե, իսկ հետագայում վաճառել տարբեր երկրներում։ Իրավապահներն այս գործի շրջանակում նաև համագործակցում են ԱՄՆ իրավապահ մարմինների հետ, ենթադրյալ հանցավոր մեխանիզմի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար։ Այսքանը, կհանդիպենք մեր հաջորդ թողարկմանը։